Այս անգամ պատրաստում ենք խոզի գլխով սալտիսոն։ Անհրաժեշտ է խոզի գլուխ, որը լավ լվանում ենք հոսող ջրի տակ։ Այնուհետև դնում ենք կաթսան, լցնում սառը ջուր և դնում կրակին, թողնելով եփվի։ Եփվելու ընթացքում առաջացած այս փրփուրը պետք է հավաքել։ Մի փոքր եփում ենք, որից հետո դատարկում ենք այդ ջուրը և ավելացնում նոր ջուր և դնում կրկին եփվելու։ Երբ արդեն միսը լավ եփվել է, համեմում ենք աղով, ըստ ճաշակի։ Այնուհետև ավելացնում ենք 3 գլուխ կտրատած սոխ, դափնու տերև 3 հատ, հատիկավոր պղպեղ մի քանի հատ և ավելացնում եմ կես կապ մաղադանոց, որից հետո խառնում եմ, փակում կափարիչը և շարունակում եփելը։ Լավ եփվելուց հետո համեմունքներից ավելացնում եմ բահարի փոշի և համեմի սերմ, յուրաքանչյուրից կես թեյի գդալ։ Եփելու ենք բավականին երկար ժամանակ, այնքան ենք եփում, մինչ ոսկորները այսպես հեշտությամբ անջատվեն մսից։ Լավ եփվելուց հետո անջատում ենք կրակը, թողնում մի փոքր հովանա, բայց չպետք է սառի։ Այնուհետև այսպես ոսկորահան ենք անում միսը, որը շատ հեշտությամբ անջատվում է ոսկորից, որից հետո սկսում ենք կտրատել միսը։ Յուղոտ մասերը նույնպես պետք է կտրատենք, յուղերը չենք հեռացնում։ Լեզուն կտրատում ենք մի փոքր խոշոր, որպեսզի ավելի գեղեցիկ երևա մեր սալտիսոնը։ Ամբողջը կտրատելուց հետո ավելացնում ենք մի փոքր կապ մանր կտրատած կանաչի։ Այնուհետև համեմունքներից ավելացնում ենք սև պղպեղ, մի փոքր համեմի սերմ և բահարի փոշի։ Ճզմում ենք 2-ից 3 ատամիկ սխտոր և սկսում խառնել։ Եվ այս ամենին ավելացնում ենք 2 սուրճի բաժակ իր արգանակից, որից հետո պլաստմասի շշի ծայրը կտրում ենք և միսը այսպես սեղմելով լցոնում ենք շիշը, որից հետո ծածկում ենք պոլիէթիլենային տոպրակով և այսպես ծանրոց դնում վրան և դնում սառնարան 3-ից 4 ժամ կամ 1 ամբողջ օր։ Լավ սառելուց հետո շիշը այսպես կտրում ենք և հեռացնում։ Եվ պատրաստի սալտիսոնը այսպես երշիկի նման կտրում ենք, որն էլ ստացվում է անչափ համեղ։ Իսկ եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք և տարածեք տեսանյութը։